Украинско-русская делегация Сеттарев 3 տարվա ընդմիջումից հետո Ռուսաստանն ու Ուկրաինան վերսկսել են ուղիղ բանակցությունները, վերջ դնելու Վլադիմիր Պուտինի սանձազերծած արյունալի պատերազմին։ Ստամբուլի Դոլմաբահչե պալատում սկսվել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը, որին մասնակցում է նաեւ Թուրքիայի ներկայացուցիչը։ Վերջինս սակայն ողջունի խոսքից հետո լքել է բանակցությունները։ Մինչ այդ էլ այսօր առավոտյան հանդիպել էին Ուկրաինայի, Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի ներկայացուցիչները Թուրքիայի արտգործնախարարի նախագահությամբ։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որն այսօր ավելի վաղ հանդիպել է ԱՄՆ ներկայացուցիչների հետ։ Ուկրաինական պատվիրակությունը գլխավորում է պաշտպանության նախարար Ռուստամ Ումերովը, որը հանդիպումից առաջ սոցցանցում գրել է, որ Ստամբուլ են եկել, որպեսզի կայուն խաղաղության իրական ուղիներ գտնեն։ Խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը համաձայնի 30-օրյա հրադադար հաստատել, վերադարձնել առևանգված երեխաներին եւ ռազմագերիներին, բոլորի դիմաց փոխանակման։ Ռուսական պատվիրակության ղեկավարը դեռ 3 էր ասել, որ Մոսկվան այս բանակցությունները դիտարկում է որպես Ստամբուլում 2022 թվականին տեղի ունեցած խաղաղության գործընթացի շարունակություն, որն ընդհատվել էր 3 տարի առաջ։ Վլադիմիր Մեդինսկին հավելել էր, պատրաստ են փոխզիջումներ քննարկել եւ պատվիրակությունը իրավասու է որոշումներ կայացնել։ Այս ֆոնին Միացյալ Նահանգների նախագահն այսօր ասել է, որ ցանկանում է անձամբ եւ հնարավորինս շուտ հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։ Խոսելով ռուս-ուկրաինական խնդրի կարգավորման մասին, Դոնալդ Թրամփն ասել է, թե վաղուց ժամանակն է, որ դադարեցվի պատերազմը։ Կարծում եմ, ժամանակն է, որ մենք պարզապես անենք դա։ Մենք պետք է դա անենք։ Միջին հաշվով ամեն շաբաթ 5000 երիտասարդ է սպանվում։ Young people are being killed every single week on average. Երեկ էլ Թրամփն ասել էր, որ բանակցություններում էական առաջընթացը հնարավոր կլինի միայն եթե ինքն ու Պուտինն անձամբ հանդիպեն։ Կրեմլի խոսնակն արձագանքել է ասելով, որ Պուտին-Թրամփ հանդիպումը անհրաժեշտ է, սակայն այն պետք է նախապատրաստվի եւ կոնկրետ արդյունքներ տա։ Դմիտրի Պեսկովը նշել է, նման հանդիպումը կարեւոր է ռուս-ամերիկյան հարաբերությունների, Ուկրաինայի եւ այլ միջազգային հարցերի քննարկման համար։ Вместе с тем такая встреча безусловно необходима. Իհարկե նախագահներ Պուտինի եւ Թրամփի միջև շփումները չափազանց կարեւոր են ուկրաինական կարգավորման համատեքստում։ Մենք անշուշտ համաձայն ենք այս թեզի հետ։ По региональным проблемам, включая, конечно, кризис вокруг Украины. Այս ֆոնին Եվրահանձնաժողովի նախագահն ասել է, որ Եվրամիությունը աշխատում է պատժամիջոցների նոր փաթեթի վրա, որպեսզի Ռուսաստանին ստիպի դադարեցնել պատերազմն Ուկրաինայում։ Տիրանայում եվրոպացի առաջնորդների հետ հանդիպմանը Ուրսուլա ֆոն դեր Լայենը տեղեկացրել է, որ այս փաթեթը կվերաբերի նաև Հյուսիսային հոսք 1 եւ Հյուսիսային հոսք 2 նախագծերին, ռուսական ստվերային նավատորմի ավելի շատ նավերի, նաև Ռուսաստանի ֆինանսական հատվածին։ Պուտինը խաղաղություն չի ուզում, ուստի մենք աշխատում ենք ուժեղացնել ճնշումը եւ այդ պատճառով աշխատում ենք պատժամիջոցների նոր փաթեթի վրա։ And this is why we're working on a new package of sanctions.